Նախորդ վիդեոյում մենք մշակեցինք մեկ պայթանոց ռեգիստր եւ այս դասին կմշակենք ամբողջական RAM, մասնավորապես 4 պայթանոց հիշող սարք։ Ընդհանրապես RAM-ի մշակումը մոտավորապես այսպիսի տեսք է ունենալու մեզ համար, այսինքն մենք մշակելու ենք մի chip, մի ինտեգրալ միկրոսխեմա, որը կանվանենք պայմանական 4x8 RAM, նկատի ունենալով, որ մեզ մոտ յուրաքանչյուր word-ը լինելու է 8 bit, եւ մենք ընդհանուր առմամբ ունենալու ենք 4 նման word-եր։ RAM-ը ինչ է իրենից ներկայացնելու։ Բնականաբար, եթե 8 պայթանոց է, տրամաբանական է, որ մենք ունենալու ենք, այսպես ասած, database-ի մուտքը։ Այսինքն RAM-ը, քանի որ հիշող սարք է, տրամաբանական է, որ մեր նպատակը լինելու է որևէ արժեք այդ սարքի մեջ պահպանել։ Ուստի մենք ընտրելու ենք բնականաբար database-ի prevazdanշան կամ data-ի prevazdanշան, որի միջոցով համապատասխան 8 բիթանոց արժեքը ուղարկելու ենք հիշողություն։ Տրամաբանական է, որ RAM-ը ունենալու է նաև output ազդանշան, որն իրականում կրկին նույն այդ database-ին է միանում, եւ իհարկե մեզ անհրաժեշտ է control ազդանշաններ։ Դրանցից մեկը կարող է լինել պայմանական ասած read-ը, եթե read-ը 0 է, դա նշանակում է, որ մենք գրելու ռեժիմում ենք, այսինքն փորձում ենք նոր արժեք տեղակայել RAM-ի մեջ, եթե read-ը 1 է, նշանակում է մենք կարդալու ռեժիմում ենք, այսինքն RAM-ի համապատասխան արժեքը պետք է կարդանք։ Եթե մեզ մոտ RAM-ը տեսականորեն ունի օրինակի համար 4 բայթեր, ապա եթե փորձեմ այն նկարել մի փոքր այլ տարբերակով, ստացվի, որ մենք առանձին ունենալու ենք 4 բայթեր, որոնցից յուրաքանչյուրը ունենալու է 8 bit։ Տրամաբանական է, որ մեզ անհրաժեշտ է լինելու հասցեներ, այսինքն յուրաքանչյուր բայթ մեզ մոտ պետք է լինի հասցեավորվող, ուրեմն նվազագույն տարը, եւ եթե մենք ունենք ընդհանուր առմամբ 4 բայթ, ապա հասցեավորման տեսակետից մեզ 2 բիթը լրիվ բավարար կլինի։ Ինչու՞, որովհետեւ եթե n-ը, այսինքն բայթերի քանակը հավասար է 4, ապա մեզ տեսականորեն անհրաժեշտ է լոգարիթմ 2 հիմքով n, այսինքն լոգարիթմ 2 հիմքով 4, որը համարժեք է 2-ի, bit, որպեսզի կարողանանք հիշողության հասցեները ապահովել։ Մասնավորապես առաջինը պատկերացրեք կլինի 00, 01, 10 եւ 11։ Նույն տրամաբանությամբ այս լոգարիթմական ֆունկցիայով մենք կարող ենք ցանկացած քանակի բայթերի դեպքում որոշել, թե մեզ հասցեի համար քանի բիթ է անհրաժեշտ։ Սա նշանակում է, որ բացի read-ից եւ բացի database-ից, մեր data input-ից, մեր RAM-ը պետք է ունենա 2 բիթանոց հատուկ մուտքային ազդանշան, որը կլինի address-ը։ Այսինքն address-ը կորոշի, թե կոնկրետ որ բայթում ենք ցանկանում գրել կամ կոնկրետ որ բայթից ենք ցանկանում կարդալ։ Ցանկալի կլինի, որ RAM-ը ունենա նաև enable հատուկ ազդանշանը, որը կօգնի մեզ ակտիվացնել կամ պասիվացնել RAM-ը, հատկապես որ կարդալու ռեժիմում միգուցե կարիք լինի նաև այլ հիշող սարքից, օրինակ ROM-ից կարդալ եւ այլ եւ այլն։ Այսինքն այս տրամաբանության սահմաններում enable-ի անհրաժեշտությունը շատ կարեւոր է մեզ համար։ Փորձենք պատկերացնել, քանի որ միանգամից 4x8 RAM-ը մշակելը փոքր-ինչ կարող է դժվարություն առաջանալ, փորձենք ավելի պարզ օրինակ վերցնել։ Պատկերացրեք, ցանկանում ենք օրինակ մշակել 4x3 հիշող սարք։ Ես կփորձեմ ամենապարզ ուրեմն հակիրճ նկարագրություն տալ եւ հետո կփորձենք արդեն հիմնական ավելի մեծ RAM-ը, այսինքն 4x8 օրինակի համար կամ միգուցե ավելի մեծ հիշող սարք կմշակենք արդեն բնականաբար ուրեմն մեր circuitverse-ի միջավայրում։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Տեսեք, մենք ասում ենք, որ 4x3 է։ Դա նշանակում է, որ մենք ունենալու ենք 4 տարբեր բայթեր, սակայն բայթերից յուրաքանչյուրում լինելու են տեսականորեն ուրեմն 3 հատ flip-flop-եր։ Փորձենք սրանք այստեղ ներկայացնենք։ Եվ քանի որ մենք ունենալու ենք ընդհանուր առմամբ 4 այսպիսի բայթեր, ես կվերցնեմ փաստորեն այս առանձին case-երը, ուրեմն, եւ այստեղ կփորձեմ պատկերել։ Ուրեմն այստեղ կարող ենք նշել, որ սա մեր W0, այսինքն word 0-ն է, սա W1-ը, W2-ը, W3-ը եւ այլն։ Բնականաբար versus մեր մուտքերը, այսինքն եթե ես փորձեմ մի փոքր այստեղ տեղաբաշխում իրականացնել, այստեղ իջնենք ներքև,
Տեսեք, եթե մենք ընդունենք, որ ունենք մուտքային ազդանշաններ, մասնավորապես մեզ անհրաժեշտ է 3 բիթեր, եկեք այսպես պատկերենք, սա թող լինի մեր D0-ն, ենթադրենք D1-ը եւ D2-ը, այսպես փորձեմ ցույց տալ, այսինքն սա D0-ն է, D1-ը եւ D2-ը, այսինքն այն 3 բիթերը, որոնց արժեքները մենք ցանկանալու ենք հիշողության մեջ պահենք։ Տրամաբանական է, որ օրինակ D0-ի ազդանշանը իրականում մենք պետք է փոխանցենք մեր բոլոր ինփուտներին, այսինքն այս բոլոր flip-flop-երը ստանալու են այս ազդանշանը։ Նույնը կարող ենք ասել օրինակ D2-ի մասին, այսինքն D2-ից էլ բոլոր ազդանշանները սրանք են ստանալու։ Եվ իհարկե մեր D2-ի, այսինքն սա D1-ն էր, D2-ի ազդանշանն, եթե այստեղ պատկերենք, բոլոր բիթերը մեկ առ մեկ ուրեմն կստանան։ Ինչու, որովհետև անկախ նրանից թե մենք որ բայթում ենք գրելու, միևնույնն է, D0-ն գնալու է 0-րդ բիթին տրամաբանորեն, D1-ը առաջին բիթին, D2-ը երկրորդ։ Եվ մեզ համար կարևոր է լինելու նաև մեր հիմնական ինփուտներից ուրեմն enable-ը, այսինքն սա կլինի մի ազդանշան, որը մեզ կհուշի, որ ենթադրենք RAM-ը միացված վիճակում է գտնվում, եւ իհարկե ասեցինք read-ը, որը մեզ կհուշի արդյոք մենք գրելու ռեժիմում ենք, թե կարդալու։ Հետաքրքիր է, որ որպեսզի մենք որոշենք, թե այս 4 բայթերից որ մեկի վրա ենք ցանկանում գրել կամ որ մեկից ենք ցանկանում կարդալ, տրամաբանական է, որ մեզ անհրաժեշտ կլինի մի հետաքրքիր շղթա, որը կոչվում է 2-4 դեկոդեր։ Այստեղ երկու մուտքերը, այսինքն երկու բիթերը կհանդիսանան հենց հասցեի բիթերը։ Հիշեցնեմ, որ մենք ճշտել ենք այստեղ, որ մեզ ընդամենը անհրաժեշտ է փաստորեն 2 բիթ, որպեսզի յուրաքանչյուր բայթը մենք հասցեավորենք։ Հետևաբար մենք կօգտագործենք 2-4 դեկոդերը եւ յուրաքանչյուր ուրեմն ելքը մեզ կհուշի, թե որ բայթի հետ ենք ցանկանում աշխատել։ Եթե մենք վերցնենք այս enable ազդանշանը եւ վերցնենք read-ի շղթված ազդանշանը, այսինքն վերցնենք այս տարբերակը եւ այս երկուսը իրար միացնենք and-ով, ապա կստացվի, որ մենք այս and-ին կարող ենք անվանել ուրեմն write enable, փորձեմ այստեղ գրել write enable, այսինքն եթե այս ազդանշանը ակտիվ է, նշանակում է մենք գրելու ռեժիմում ենք։ Եվ որպեսզի հասկանանք, օրինակ այստեղ այլ անունները տանք, A, B, C, D պայմանական, օրինակ եթե մեր դեկոդերը վերադարձրել է ակտիվ A ազդանշանը եւ միաժամանակ մենք ունենք նաեւ փաստորեն enable, ապա այս երկուսի միավորումը, ես այստեղ մի հատ եմ վերցնում եւ միավորում եմ սրանց իրար, ինձ թույլ կտա, որպեսզի բոլոր flip-flop-երին clock-երը միացնեմ։ Այսինքն, կոպիտ ասած, մենք 0-րդ բայթում գրում ենք այն ժամանակ, երբ բոլոր ուրեմն բիթերին, բոլոր flip-flop-երին փոխանցված է clock-ի ազդանշանը, եթե դեկոդերից ունենք A ելքը եւ իհարկե մենք գտնվում ենք write enable վիճակում։ Պարզ է, որ նույնը պետք է այստեղ անենք, այսինքն մի հատ կվերցնենք and, ես փորձեմ իջներքով նկարել։ Այստեղ կունենանք մի and, որի ազդանշանը կմիացնենք բոլոր այս մեր clock-երին, բայց կիրականացնենք հետևյալ տրամաբանությամբ, եթե B-ն ակտիվ է, այսինքն փորձեմ այստեղ միացնել եւ իհարկե մենք գտնվում ենք write enable վիճակում։ Նույնը բնականաբար այստեղ է տեղի ունենալու, այսինքն սովորական and ենք վերցնելու, փորձեմ այսպես անեմ, clock-երը միացնելու ենք եւ կրկին պետք է մեզ մոտ ակտիվ լինի C-ն եւ իհարկե առհասարակ write enable վիճակը պետք է տեղի ունենա։ Նույն process-ը կանենք այստեղ, հիմա նույն բանը նորից այստեղ այս կոնտեքստում չեմ գրում։ Իսկ ինչ վերաբերում է արդեն գրելու ռեժիմին, այսինքն եթե read-ը մեզ մոտ, այսինքն կարդալու ռեժիմին, եթե read-ը մեզ մոտ 1 է, ապա մենք վերցնում ենք այս ազդանշանը, տրամաբանորեն վերցնում ենք նաև enable-ը համոզվելու համար, որ միացված է եւ արդեն այս մյուս ընդից մենք ունենք տեսականորեն ակտիվ ազդանշան, որը մեզ հուշում է, որ մենք գտնվում ենք ուրեմն կարդալու ռեժիմում։ Կարդալու ռեժիմում մեզ կրկին այս երկու բիթերն են պետք հասցեի, որպեսզի հասկանանք, թե որ ուրեմն սյունակից ենք ընտրում անհրաժեշտ բիթերը եւ տրամաբանական է, որ յուրաքանչյուր ուրեմն սյան համար մենք կօգտագործենք 4-1 մուլտիպլեքսեր, այսպես գրենք։ Ինչու, որտեղ պատկերացրեք, եթե օրինակ պայմանական ասենք, այս բոլոր մուտքերը ընդունենք եկել են մեր մուլտիպլեքսերին, այսինքն մուլտիպլեքսերը ունի 4 մուտքեր եւ դրանցից պետք է ընտրի միայն մեկը։ Այդ միակ մուտքը, որը որ պետք է ընտրի, կախված է կրկին այս երկու արժեքներից։ Օրինակ, եթե պայմանական ասենք, որ այստեղ գրված է 1-1,
Սա կնշանակի, որ մեր մուլտիպլեքսերը առաջին պետք է այս 4-ից ընտրի հենց 4-ը, այսինքն այս մեկը։ Եկեք ուրիշ գույնով ուրեմն պատկերենք, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Ուրեմն պետք է ընտրի այս մեկը, այսինքն 4-ը։ Տրամաբանական է, որ հաջորդ մուլտիպլեքսը նույնպես 4-ը պետք է ընտրի, եւ սա նույնպես 4-ը պետք է լինի, եւ հետեւաբար այս մուլտիպլեքսերների ազդանշանները պետք է ուղարկենք արդեն RAM-ի ելակետային ազդանշանի։ Այս մոտեցումը, որով մենք մշակում ենք RAM, բնականաբար կարող է շատ բարդ լինել, այսինքն եթե մենք ավելի մեծ RAM ենք մշակում, բարձր է որ կունենանք շատ ավելի բարդ կոնստրուկցիա, ուստի ես մտածում եմ, որ այս հատվածը փորձեմ այլ ձևով ցույց տալ, որը մենք պատկերում ենք առանձին ուրեմն flip-flop-երի միջոցով, կարելի է պարզապես ներկայացնել իբրև մեկ ենթաշղթա, այսինքն եթե սա մենք մշակենք իբրև առանձին շղթա, ապա մեր գործերը զգալիորեն կպարզանան, այսինքն մենք կարող ենք շատ ավելի հեշտ տարբերակով իրականացնել RAM-ի մշակումը։ Այսինքն պատկերացրեք, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ եմ ասում, ենթադրենք մենք ուզում ենք մշակել 4 անգամ 8 RAM-ը։ Հիմա 4 անգամ 8 RAM-ը մշակելուց, եթե մենք գիտենք, որ առանձին շղթա ունենք մշակած, որը իրենից ներկայացնում է 1 word-ը, այսինքն 8 բիթանոց արժեքը, ապա մեզ համար շատ ավելի հեշտ կլինի սրանք վերցնել, եկեք այս ճանապարհով անեմ, դեպս տեղակայել, այսինքն մեզ համար աշխատանքը շատ ավելի հեշտ կլինի։ Եվ այստեղ բնականաբար մենք կունենանք մեր ուրեմն դեկոդերը, որովհետև մեզ անհրաժեշտ է ենթադրենք, եթե օգտագործում ենք 4 բայտ, ապա մեզ պետք կլինի 2-4 դեկոդերը, որի 4 մուտքերի միջոցով կակտիվացնենք ուրեմն մեր RAM-ի համապատասխան բայթը։ Հիմա փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ ու circuit verse-ի միջավայրում նայել, որպեսզի էլ ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Նախ ինչ ենք ցանկանում մշակել, եկեք այստեղ նոր էջ բացենք եւ անվանենք այն 4 անգամ 8 RAM։ 4 անգամ 8 RAM, սկզբից եկեք մուտքային ազդանշանները որոշենք, այսինքն ինչա պետք 4 անգամ 8 RAM-ը իրականացնելու համար։ Տրամաբանորեն մեզ անհրաժեշտ է մուտքային այն տվյալը data bus-ից եկող, որը որ մենք ցանկանում ենք պահպանել, եկեք սա անվանենք data in։ Բնականաբար մեզ անհրաժեշտ է նաև հասցեն ճշտեցինք, որ 4 բայթի դեպքում 2 բիթը լրիվ բավարար է, մենք այստեղ կարող ենք address bus անվանել սրան, եկեք այսպես անվանենք address bus։ Եվ ելքում գլոբալ առումով մենք ընդհանրապես ունենալու ենք ելակետային 8 բիթերը, եկեք այստեղ միտեղ վերցնենք 8 բիթ, անվանենք այն data out եւ փորձենք տեսնենք, թե ինչ կստացվի։ Ուրեմն նախ edit layout-ի միջոցով փորձենք մի փոքր նախնական տեսքի բերել, այստեղ կմեծացնենք։ Ուրեմն մեզ address bus-ի հատվածը կբարձրացնենք վերև, այստեղ ճիշտ կլինի 4 անգամ 8 RAM-ը կենտրոնացնել, այսպես վերնագրի հատվածը։ Ուրեմն data in-ը սա կլինի մեր մուտքային ազդանշանը, data out-ը քիչեցնենք ներքև, address bus-ը ցանկալի է որ լինի վերևում։ Տրամաբանորեն մեզ մնաց հիմնական, այսպես ղեկավարող ազդանշանները, որոնք են դրանք։ Առաջինը մեզ անհրաժեշտ է ուրեմն տրամաբանորեն ազդանշան, որը կոչվում է առհասարակ enable, այսինքն RAM-ը միացնելու համար, եւ եւս մեկ ազդանշան, որը կանվանենք read, այսինքն կարդալու թե գրելու ռեժիմում ենք գտնվում։ Այստեղ կփորձենք ուրեմն RAM-ը մի փոքր բարձրացնել, այսինքն վերադասավորել որոշ հանգամանքներ, որոշ տարեր եւ վերջ։ Հիմա վերադառնանք main-ին, այստեղ մեր main-ը կօգնի մեզ հիմնական տեստային process-ներն իրականացնել, այսինքն կվերցնենք մեր 4 անգամ 8 RAM-ը եւ մենք ըստ էության պետք է կարողանանք տարբեր հասցեներում RAM-ի տարբեր արժեքներ պահել եւ կարդալ։ Ուրեմն 2 բիթանոց հասցեն կվերցնենք 8 բիթանոց մեր ուրեմն մուտքային ազդանշանը, այսպես անենք, որ հավասար լինեն, ելակետային ազդանշանը, ուրեմն, որպես սովորական output կվերցնենք, բնականաբար կպահենք 8 բիթը, և իհարկե ամենասովորական ղեկավարող ազդանշանները, այսինքն RAM-ը միացնել անջատելու համար նախատեսված և կարդալու կամ գրելու ռեժիմը ապահովելու համար։ Հիմա մենք ունենք 4 բայթ եւ այդ 4 բայթերում կարողանալու ենք տարբեր 8 բիթանոց արժեքներ պահել, բայց դրա համար պետք է բուն ուրեմն գործընթացը իրականացնենք։ Նախ RAM-ի յուրաքանչյուր word իրենից ներկայացնելու 8 բիթ։ Ես առաջարկում եմ մենք ստեղծենք առանձին շղթա, անվանենք այն word,
Եվ քանի որ սա պետք է կազմված լինի 8 բիթերից, տրամաբանորեն մեզ համար շատ ավելի հեշտ կլինի, եթե մենք վերցնենք 8 flip-flop-եր, մասնավորապես D-type flip-flop։ Փորձեմ ուրեմն սրանք այստեղ տեղակայել։ Մենք կարող ենք կարծում եմ այս 4-ը միաժամանակ կոպի անել, հետո տանջվելով վերադասավորենք այստեղ։ Այսինքն մենք ունեցանք ուրեմն 8 flip-flop, եթե այսպես հետ տանեմ, կտեսնենք, որ 8 հատ են։ Բնականաբար սրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա մուտքային ազդանշան, այսինքն 8 բիթանոց։ Սա արդեն նախորդ ռեգիստրը մշակելուց արել ենք, ուստի այս հատվածը կարող ենք մի փոքր ավելի արագ անել։ Մասնավորապես մենք սա վերցնում ենք, տալիս ենք անուն, եթե դուք կհիշեք, մենք նաև ունենք հետևյալ ուրեմն գործընթացը, այսինքն վերցնում ենք splitter 8 բիթանոց եւ փորձում ենք այս արժեքները ըստ էության բաշխել այստեղ, այսինքն ուրեմն սա որպես մուտք ենք վերցնում, կարծում եմ, եթե մի փոքր վեր բարձրացնենք, ավելի հեշտ կստացվի։ Եվ հիմա փորձենք իրականացնել, այսինքն 0-րդ ազդանշանը ուղարկում ենք 0-րդ մուտքին, այնուհետև առաջին ազդանշանն ենք փորձում իրականացնել, ուրեմն սիշնում ենք մինչև ներքև, սա արդեն կլինի առաջինը, երկրորդ ազդանշանը մեզ մոտ կգա ուրեմն այստեղ, երրորդ ազդանշանը պետք է ուշադիր լինենք, որպեսզի գծերը չհատվեն, որովհետև այդ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ, ուրեմն սա կլինի մեզ մոտ 4-րդ ազդանշանը, 5-րդ եկեք այսպես անենք, 5-րդ ազդանշանը, 6-րդը փորձենք այս ճանապարհով բերել, ես երևի մի փոքր սա այս կողմ բերեմ, եւ վերջին 7-րդ ազդանշանն այսպես կարող ենք այս հատվածում ավելացնել։ Բնականաբար բոլոր այս ուրեմն flip-flop-երը պետք է ստանան clock-ի մեկ ընդհանուր ազդանշան, ես այն կանվանեմ ուրեմն clock, եւ clock-ի ազդանշանները միանգամից 8 բիթերին էլ կարող ենք փոխանցել 8 flip-flop-երին, ավելի կոնկրետ, ուրեմն սա ստացավ։ Հիշեցնեմ, որ clock-ի ազդանշանը օգնում է flip-flop-ին, որպեսզի մենք հասկանանք, թե որ փուլում է պետք save անել արժեքը։ Դա ստանդարտ circuit verse-ի դեպքում մենք գործ ունենք positive edge flip-flop-երի հետ, այսինքն դա նշանակում է, որ 0-ից 1 անցման ժամանակ է save լինում արժեքը, բայց դրան կարող ենք հանգիստ note-ի միջոցով օրինակ դարձնել արդեն negative edge ըստ անհրաժեշտության։ Ուրեմն մենք ունենք data 9, ունենք 8 flip-flop-երը, տրամաբանորեն մեզ համար անհրաժեշտ է նաև ելակետային ազդանշանը, որը ի դեպ միշտ չէ, որ պետք է ակտիվ լինի, այսինքն ելակետային ազդանշանը մենք պետք է ինքներս ղեկավարենք, այսինքն կօգտագործենք try buffer, որպեսզի որոշենք արդյոք ցանկանում ենք տվյալ word-ի արժեքը հայտնվի ելքում, թե ոչ։ Հիմա փորձենք ուրեմն այս ազդանշանները ավելացնել։ Ուրեմն տրամաբանորեն մենք կվերցնենք նոր ազդանշան, անունը կդնենք enable, սա մեզ թույլ կտա որոշել արդյոք output-ում պետք է տեսնել այս արժեքը թե ոչ, բայց մինչ այդ կարծում եմ կարող ենք միացնել առանձնացված բիթերը, կրկին նույն splitter-ը օգտագործելով, այսինքն սա կլինի մեր ուրեմն ելքը, եկեք մի փոքր իջեցնենք եւ այս full screen ռեժիմում միացնենք իրար, այսինքն սա մեզ մոտ կհանդիսանա 0-րդ բիթը, այստեղ կունենանք արդեն բիթ համար առաջինը, փորձենք ճիշտ միացնել, այստեղ կունենանք երկրորդը, այստեղ երրորդը, հիշեցնեմ, որ մենք ընդամենը դեռ մեկ word-ն ենք մշակում մեր RAM-ի, եք սա մի փոքր էլ իջեցնենք, որ ճիշտ լինի, ուրեմն այստեղ կունենանք ճիշտ անենք, ուրեմն 5-րդը կարծես թե, այստեղ կունենանք 6-րդը, որ այդքան լավ չի ստացվում, փորձենք ճիշտ անել, լավագույն տարբերակը սա մի փոքր իջեցնենք ներքև, ուրեմն եկեք այս ճանապարհով գնանք, եւ իհարկե 7-րդը սա կմիացնենք արդեն այստեղ։
Հիմա մեր այս ազդանշանը ելակետային տրամաբանորեն, որպեսզի կարողանանք ղեկավարել, կվերցնենք այս բուֆերը, try-ը այսինքն, եւ սովորական կմիացնենք սրան, իսկ որպես իհարկե պետք է չմոռանանք, որ այստեղ պետք է 8 բիտ լիներ, եւ այս enable-ի ազդանշանն էլ հենց կօգտագործենք ելքը ապահովելու համար։ Այսինքն, եթե մենք այստեղ եկեք վերցնենք output-ն առանձին, եւ դրա կարիքը կարծում եմ չկա, հենց կարող ենք try-ի միջոցով իրականացնել ամեն դեպքում։ Այսինքն այս enable-ը 0-1 կարող է մեզ որոշ թույլ տալ որոշել արդյոք մենք ելքում ուզում ենք տեսնենք ազդանշան թե ոչ։ Այսինքն այս ինչ որ մենք հիմա մշակեցինք, սա 1 բայթն է RAM-ի, այսինքն 8 բիթանոց արժեքը։ Եկեք այստեղ անհրաժեշտ տեսքի բերենք, այնտեղ չենք մոռանում, որ անուն պետք է տանք, պայմանական կանվանենք data out։ Եվ եթե փորձենք chip-ը, այսպես ասած, տեսքի բերել, փոքր կլայնացնենք, data out-ը տեսականը თუ այստեղ լինի, data-ինը կարող ենք վերևում պատկել կամ կողքից տեկուս խնդիր չի կարծում եմ, այս մուտքային ազդանշաններն էլ իջեցնենք այստեղ։ Ցանկալի կլինի վերնագիրը մի փոքր կենտրոն տանել, այստենց համեմատաբար, եւ տեսականորեն սա մեզ բավարար կլինի։ Հիմա մեր RAM-ը մշակելիս մենք գիտենք, որ եթե 4 բայթ է, ապա 4 հատ նման word է մեզ անհրաժեշտ, այսինքն ես վերցնում սա եւ փորձեմ այստեղ տեղաբաշխել, այսինքն մեզ պետք է սրանից 1 հատ, 2 հատ, ուրեմն 3 հատ եւ 4 հատ։ Հիմա փորձենք հասկանալ հիմնական խնդիրը, որ պետք է մենք լուծենք։ Տրամաբանորեն մեր այս data-ը եկեք մեծացնենք։ Ուրեմն այս 8 բիթանոց արժեքը տրամաբանական է, որ պետք է բոլոր 4 բայթերի համար էլ հասանելի լինի։ Այսինքն բոլոր մեր 4 բայթերը պետք է ստանան այս 8 բիթային արժեքը, բայց մենք կորոշենք, թե հատկապես որ մեկում պետք է save լինի։ Իսկ այդ որ մեկում պետք է save լինի, մենք քանի որ շատ մեծ հնարավորություններ չունենք, այսինքն ընդամենը 4 բայթը կօգտագործենք սովորական 2-4 դեկոդեր, որպեսզի կոնկրետ որոշում կայացնենք, թե որտեղ ենք ցանկանում, որ այն գրվի։ Այստեղ address bus-ը մեզ կօգնի տրամաբանորեն եւ օգտագործելով ուրեմն enable-ը եւ մեր read-ի շղթված արժեքը, կարծում եմ, մեզ կհաջողվի ստանալ ինչ-որ հետաքրքիր բան, մասնավորապես, այսինքն այստեղ կվերցնենք ուրեմն նոթով, ես կարող եմ արդեն ասել, որ եթե այս երկու ազդանշանները մենք միացնենք իրար, հիմա փորձենք վերցնել սովորական AND gate-ը, կարծում եմ այստեղ ճիշտ կլինի, որ մեկ շարք այստեղից անենք, ահա։ Ուրեմն մեր այս ազդանշանը ես կարող եմ այս AND-ին անվանել write enable, այսինքն սա տեսականորեն գրելու ռեժիմն է միացնում, եւ այս ազդանշանը մենք կարող ենք բարձրացնել մինչեւ ամենավերին մակարդակը, այս մոտ, եւ տեսականորեն ես կուզենայի նաեւ նշել, որ եկեք այս 4 ուրեմն բայթերը մի փոքր տեղափոխություն անենք, որպեսզի կարողանանք տեղավորել եւ մեզ անհրաժեշտ է սովորական 2-4 դեկոդեր։ Այսինքն մենք վերցնում ենք մեր դեկոդերը, ըստ էության այն դարձնում ենք 2-4, սա կլինի մեր մուտքային ազդանշանը, այսինքն address bus-ից եւ տեսեք ինչ է ստացվում։ Փաստորեն, եթե մեր դեկոդերից ակտիվ է 0-րդ ազդանշանը, պայմանական այսպես ասենք, եւ միաժամանակ մենք ունենք միացված այս output enable դեպքը, այսինքն write enable-ը ավելի ճիշտ, ապա մենք կարող ենք ասել, որ մեր ուրեմն word-ը պատրաստ է արդեն ընդունել այս clock-ի ազդանշանը, ուրեմն այս տարբերակով անեմ clock-ի ազդանշանը։ Ընդհանրապես ճիշտ կլիներ, որ այս enable կոչվածը ես տեղափոխեի օրինակ աջ կողմում, կարծում եմ ավելի հեշտ կստացվի հետագայում մեզ համար։ Ուրեմն clock-ը եւ եթե ես այստեղ լավ էս հատվածը բաց թողնենք, եկեք այս ջնջենք, նույն տրամաբանությամբ եկեք մյուսները սարքենք։ Այսինքն, եթե հանկարծ ինչ-որ պատճառով մեզ մոտ այս մեկ ազդանշանն է ակտիվ, չէ՞։ Եվ մենք ունենք նաև փաստորեն մեր, այսինքն մեկը ակտիվ է եւ մենք ունենք նաև write enable-ը, ապա վերցնում ենք սովորական and-ը, փորձում ենք այստեղ տեղավորել, ստիպացենք մի փոքր տգեղանել, կնշանակի այս դեպքում երկրորդ բայթի վրա ենք գրում։ Հիմա երրորդի համար մենք վերցնում ենք նորից and-ը, փորձում ենք միացնենք clock-ը
Մուտքերից մեկը իհարկե լինում է մեր այս երկրորդ ակտիվ ազդանշանը, այսինքն սա մեզ հուշում է, որ երկրորդ բայթն է 0-ից հաշված ընտրվել եւ սա իհարկե մեր մուտքային հրահանգն է ու մեզ մնաց վերջինը, այսինքն կրկին վերցնում ենք անդը, միացնում ենք clock-ին, տարբերակներից մեկը սա է եւ իհարկե մենք պետք է համոզված լինենք, որ մեր դեկոդերից ընտրվել է ուրեմն երրորդ ազդանշան։ Ուրեմն սա մեզ համար գրելու ռեժիմն էր։ Այսինքն մենք ընտրում ենք, թե մեր 4 բայթերից որ մեկի վրա ենք գրում։ Ստացվում է, որ բոլոր 4 բայթերը, եթե փորձեմ այսպես բացատրեմ, բոլոր 4 բայթերը ունեն միևնույն այս դատային ազդանշանը, այսինքն բոլորի համար այս տվյալը հասանելի է։ Բայց address bus-ից մենք ակտիվացնում ենք ելքերից միայն մեկ։ Այ պատկերացրեք, օրինակ 00-ի դեպքում այս ելքն է ակտիվ, նշանակում է, եթե մենք նաև այստեղ մեր RAM-ը, այսինքն 0-ի վրա դնենք read-ը, կնշանակի գրելու ռեժիմ, ապա ակնհայտ է, որ մեր առաջին ուրեմն բայթի clock-ը ակտիվ ազդանշան է ստանում, նշանակում է գրելու ժամանակն է դառնում իր համար։ 0-1-ի դեպքում երկրորդը կլինի 1-1-ի դեպքում օրինակ երրորդ բայթը, վերջնական, այսինքն 4-րդ բայթը կակտիվանա եւ այսպես շարունակ։ Այսինքն գրելու խնդիրը մենք կարծես թե լուծեցինք։ Երբ որ խոսքը վերաբերվում է ուրեմն կարդալու ռեժիմին, այսինքն եթե մենք ցանկանում ենք կարդանք, ինչն է մեզ համար հետաքրքիր, որ այս data out-ը իրական տարբերություն չկա, թե մենք որտեղից ենք վերցնում, այսինքն պատկերացրեք, ես առաջի բայթից վերցրեցի, մնացած բայթերին ես շատ հանգիստ կարող եմ պարզապես միացնել, որովհետև մենք ինչպես գիտենք, այս բայթերից միայն մեկն է ակտիվ լինելու ելքում, իսկ ոնց է որոշվելու այդ ակտիվությունը, իհարկե այս enable ազդանշանով։ Ներկայապես մենք տեսնում ենք այս կարմիր գույնը, ինչը հուշում է, որ այս բայթերից ոչ մեկն էլ enable չունի։ Բայց քանի որ մենք հասցեից կախված ենք որոշելու, տրամաբանորեն մենք կարող ենք օգտվել կրկին այս նշաններից։ Այսինքն պատկերացրեք, որ այս ուրեմն read-ը, եթե ես շարունակեմ եւ բերեմ այս կողմ, այսինքն եթե read-ը ակտիվ է, դա նշանակում է, որ մենք գտնվում ենք ուրեմն գրելու ռեժիմում։ Հիմա այստեղ ես կցանկանայի, որպեսզի վերցնեի end-gate-ը եւ ասեի, որ ելակետային ազդանշան մենք կունենանք, այստեղ փորձեմ թվավորեմ, այն դեպքում ուրեմն այսպես եթե մեզ մոտ ուրեմն read-ի ազդանշան կա եւ բացի դրանից դեռ մեզ մոտ նաեւ այս 0-րդն է ակտիվ, այսինքն ես փորձեմ բերեմ այս կողմ, այսինքն եթե հասցեից մենք ընտրել ենք 0-ն եւ միաժամանակ ունենք այս read-ի ուղիղ ազդանշանը, այսինքն մեզ մոտ ընթերցելու ռեժիմն է, կնշանակի, որ մենք առաջին բայթի համար enable ենք վերցնում։ Նույն տրամաբանությամբ, եթե մենք երկրորդ բայթից ենք կարդում, մենք վերցնում ենք կրկին ուրեմն կարդալու այս ազդանշանը, սակայն մեզ համար արդեն կարևոր է, որ դեկոդերից ընտրված լինի արդեն այս ազդանշանը, ես փորձեմ բերեմ, այսինքն պետք է մեկը ակտիվ լինի, կնշանակի, որ մենք կարդում ենք համապատասխան ուրեմն այդ բայթից, սա միացնում ենք սրան։ Նույնը անում ենք երրորդ դեպքում, այսինքն վերցնում ենք նորից ընդը, ուրեմն պետք է լինի read ռեժիմը եւ այստեղ փորձում ենք enable-ի համար արդեն բերել երկրորդ մեր ազդանշանը, երևի այստեղից որ վերցնեմ, ոչ մի խնդիր չի առաջանա, այսպես ենք անում եւ անում ենք վերջին դեպքում, այսինքն կրկին ընդ ենք վերցնում, մենք բերում ենք այս կողմ, տեսեք, սա կարծես թե սխալ ստացվեց, ուրեմն մեր enable-ը միացնում ենք, ուրեմն մեզ համար պետք է որ լինի read-ի ռեժիմը եւ անպայման դեկոդերից ակտիվ լինի այս վերջին ազդանշանը։ Մտածենք ինչպես բերենք, որպեսզի խնդիր չառաջանա, եկեք վերևով փորձենք տանենք։ Այսպես մի փոքր կարող է տգեղ ստացվել, բայց այլ տարբերակ կարծես թե չունենք։ Այսպես անեմ, դուք կարող եք ավելի գեղեցիկ այս հատվածը իրականացնել։ Հիմա այսինքն սա մեզ համար դարձավ մեր RAM-ը եւ սա նշանակում է, որ մենք ցանկացած արժեք, ցանկացած հասցեում կարող ենք պահպանել, ընդհանրապես մեզ անհրաժեշտ է օգտագործենք ուրեմն այս enable ազդանշանը, ընտրենք ճիշտ հասցեն եւ այլ եւ այլ։ Հիմա որպեսզի համոզվենք, որ ճիշտ ենք արել կամ ճիշտ չենք արել, պետք է փորձենք ուղղակի օգտագործենք, տեսնենք ինչ կստացվի։ Նախ եթե enable-ը մենք միացնում ենք, պետք է որ այսինքն եթե read-ը մենք փոխում ենք, տեսեք read-ը 1 նշանակում է կարդալու ռեժիմն է, ուրեմն եկեք տարբեր թվեր պահենք, օրինակ փորձենք պահել 2, 4, 6, 8 թվերը ամեն մեկը մի բայթում։ Ուրեմն 00-ում եթե ուզում եմ պահեմ 2 թիվը, դա երկուական համակարգում 1-0-ն է, ուրեմն գրեցի 1-0, ընդհանրապես այս մեր read ռեժիմը եթե 0-ում է, նշանակում է ուրեմն գրելու ռեժիմն է եւ enable RAM-ը միացրեցինք, всё, ուրեմն
այս հասցեի տակ պահվեց այս արժեքը։ Հիմա երկուսը պահեցինք, 0-1 հասցեում ուզում եմ պահեմ 4 թիվը, 4-ը դա 1-0-0-ն է։ Այսինքն այս կոնտեքստում նորից եթե ես RAM-ը միացնում եմ, քանի որ read-ը 0 է, 4-ը նույնպես պահպանվեց։ Հիմա 1-0 հասցեում ուզում եմ պահեմ 8-ը, որը 1, այսինքն 1-3-0-ն է, եւ այս կոնտեքստում կրկին եթե ես RAM-ը միացնում եմ, արժեքը պահպանվեց եւ 8-ից հետո 10 ենք փորձում պահենք, ասենք 1-1 հասցեում, դա կլինի 1-0-1-0 եւ կրկին եթե ես RAM-ը միացնում եմ, արժեքը պահպանվեց։ Հիմա բացի համոզվենք, որ պահպանվել է, ես միացրած ժամանակ նաեւ read ռեժիմն եմ միացնում, այսինքն ես տեսնում եմ, որ 1-1 byte-ում պահպանվել է 10 թիվը, 1-0-ում 8-ն է պահպանվել, օրինակ 0-0-ում պահպանվել է 2 թիվը եւ 0-1 հասցեում պահպանվել է 1-0-0-ն, այսինքն մեր RAM-ը իսկապես աշխատում է, 4 բայթանոց RAM է եւ տեսականորեն մենք 4 հնարավոր բայթերում կարողանում ենք 8 բիթանոց արժեքներ պահել օգտագործելով այս ուրեմն մուտքային ազդանշանները։ Տեսականորեն դուք կարող եք արդեն այս մոտեցումը օգտագործելով մշակել ավելի բարդ կառուցված կոնստրուկցիա ունեցող RAM, օրինակ 16 անգամ 8-ը կամ 32 անգամ 8-ը եւ այսպես շարունակ, բնականաբար հիմնական տարբերությունը լինելու արդեն դեկոդերի ազդանշանը, այսինքն թե նայած ինչ դեկոդեր եք օգտագործելու։